Պարոն Գրիգորյան, դուք կատարեցիք ձեր քաղաքացիական պարտքը, նախ բոլորը պատրաստ են։ Ինչպիսի ընտրական գործընթաց եք կանխատեսում։ Տեսնենք, մինչես այնքան է նորմալ չէր, քարոզարշավի ընթացքում, հիմա տեսնենք, թե այսօր ինչ վիճակ կլինի, հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի, նորմալ կանցնի։ Արտադրություն եթե լինի ձեր եւ Վարդան Ղուկասյանի թիմակիցների միջև է լինելու, եւ Վարդան Ղուկասյանը ձեզ արձագանքել էր, ասում էր իրեն հանգիստ թողեք, մեղքեք։ Ով է ձեզ արձագանքում։ Ուրեմն, մինչև այս բոլոր թե լրատվամիջոցները, թե քաղաքական ուժերը կանխատեսում էին, որ Գյումրիում պիտի լարվածություն լինի, պիտի թշնամական հարաբերություններ լինի, տեսակ, որ ամենայն դեպս ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա, ոչ մի նմանատիպ բան չկա, այն ինչ որ Գյումրիում լարվածություն եղավ ու կա ու շարունակվում է, դա միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից է արվում։ Վարդան Ղուկասյանի առաջարկի վերաբերյալ ինչ։ Այդ մասին ես հստակ արդեն պատասխանել եմ, մի քանի ժամ մնաց, ընտրությունները կավարտվի, տեսնենք ով ինչքան քվեք ստանա, ինչքան ավագանու անդամներ կունենա, ըստ այդմ մնացածը։ Ես ձեր ենթատեքստը ճիշտ եմ հասկացել, Վարդան Ղուկասյանը ձեռնտու թեկնածու է իշխանության համար։ Ես չեմ ասում համակարգում էլ այդ ձեռնտու իշխանության համար այո, բայց դա չի նշանակում, որ ես Վարդան Ղուկասյանին մեղադրել եմ ինչ-որ բանում։ Ես այդ մասին ասել եմ, որ այսինքն ես ասել եմ, որ ինքը իմ ասածը լավ չի հասկացել, պիտի մի հատ էլ լսի իմ ասածը։ Կոնսոլիդացիական դիմության, հա, քննարկումներ եղել են 3 առաջին օրը, մամուլը գրում է Ընդդիմության թեկնածուները նորմալ հարաբերությունների մեջ են, դուք տեսաք իմ հոր եւ որդու ձերբակալության ժամանակ բոլորը, գրեթե բոլորը, բացառությամբ մի քանիսի զանգել են, եկել են, հանդիպել են մեզ, այնպես որ նորմալ հարաբերությունները ես չեմ կարծում, որ այդ նեղբային մենք կարող էինք համախմբվել, կարող էինք մեկս մյուսից օգնել, աջակցել, ինչ-որ խնդրով, հիմա ընտրություններից հետո պիտի չկարողանանք։ Բայց կներեք, դուք շատ վտանգավոր հայտարարություն եք արել քաղաքական հաշվարկների տեսանկյունից։ Դուք արել եք հայտարարություն, որ միակն եք ընդ որում, որ ասել եք ոչ մի ուժի չեք միանա։ Այդպիսի հայտարարություն եք արել ձեր նախավերջին հարցազրույցներից մեկում, դուք ասել եք կոալիցիայի դուք վստահ եք, որ փոխվել եք կոալիցիա չի։ Սա նշանակում է, որ դուք շատ վստահ եք, որ առաջին տեղում դուք եք լինելու, թե դուք բացառում եք կոալիցիան, թե դուք բացառում եք ձեր փոխքաղաքապետ լինելու հանգամանքը, թե դուք պատրաստ չեք ընդդիմադիր դաշտի մյուսների հետ համագործակցության, այդ թվում Վարդան Ղուկասյանի եւ մի հարց էլ, եթե այդուհանդերձ լինի այդ կոալիցիան, դուք ավականու կարգավիճակ կստանձնեք կամ փոխքաղաքապետի, թե ոչ։ Ձեր հետագա քայլերը։ Ուրեմն ես նմանատիպ բան չեմ ասել, որ չեմ համագործակցելու ոչ մեկի հետ, ես ընդամենը ասել եմ կոալիցիա կազմելու, փաստաթուղթ ստորագրելու հետ կապված եմ ես ասել, որ կոալիցիա կազմելուն կողմ չեմ, իսկ համագործակցությանը իհարկե միանշանակ կողմ ենք, ոնց կարող ենք կողմ չլինենք։ Բա որ 50+ չկարողացանք հավաքենք, ոնց ենք քաղաքապետի պաշտոնը վերցնելու։ Այն որ ԿՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է այսօր գյումրեցիները կհաստատեն այդ մասին, իսկ ընդդիմադիրները ես կարծում եմ, որ մենք այդ հարցի շուրջ համաձայնության կգանք ու այնպես կանենք, որ Գյումրիում ԿՊ-ն իշխանություն չի լինի։ Ի վերջո դուք Վարդան Ղուկասյանի մի հստակություն էլի, ի վերջո Վարդան Ղուկասյանի հետ դուք այս ընթացքում երբ արդեն վստահ եք առաջադրվում եք, ունեցել եք ուղիղ տետատետ շփումներ եւ երբևիցե չի եղել ու արդեն 2000 երևի 7-6 թվից ոչ մի ձևի ոչ մի կարգի կոնտակտ չի եղել։ Ճիշտ ասած ինչի վերաբերում է, այդ ինձ չգիտեմ ում մասին է խոսքը, ինչ ընկեր, ով ում ինչ արի, ես բացարձակ մեծ է չի կապի։ Ասում եք պարոն Գրիգորյան, որ ձեր եւ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները հարթված են, որևէ կոնֆլիկտ չկա ձեր մեջ, ամեն ինչ հարթվել է, գնացել է, փաստորեն այնքան էլ այդպես չէ։ Ես ասել եմ, որ անձնական հարաբերությունները պետության, պետականության հետ կապված
հարցերում պիտի չկարողանա տեր խաղալ։ Իսկ իմ անձնական հարցերը իմ անձնական հարցերն է, ես իմ անձնական հարցերը հրաբարակային մանավանդ լրատվամիջոցների առաջ չեմ պատրաստվում իմ անձնական հարցերը բարձրացնել։ Եք մտավախություն, որ ճնշումները կշարունակվեն։ Որ հաղթանակը ձերբակալի է հաջորդ օրը պրակտիկայի կամ ժանրի կանոնները։ Չէ, մի վարյան հասկանամ էլի, որ մեկիդ պատասխանեմ, որ չեք վախենում, որ հաղթելու պարագայում կձերբակալվեք այստեղից իրական։ Ուրեմն բացարձակապես այդ առումով վախենալու բան չունեմ, քանի որ ես ասեցի ու այդ իմ հայտարարությունը հենց վերաբերվում էր դրան, որ եթե ինձ փորձեն ինձ հետ կապված ինչ-որ բան անեն, դա պիտի լինի բոլորի դաշտի առաջ, դա պիտի լինի շինծու, ես նախկինում չունեմ այնպիսի բան, որը ինձ կարող են որով կպնել կամ ես խոցելի դառնամ, ի տարբերություն մյուս տեխնազոյի, որը ճիշտ չէր հասկացել իմ ասածը, դրանով պայմանավորված ես ասեցի, եթե բան լինի, իմ հետ կապված պիտի հորինեն։ Ու իմ հայտարարության երկրորդ օրը իմ հետ կապված այդ բանը, որ ասել էի, հորինեցին այդ շիբինի պատմությունը, որը ծիծաղելի է, բոլոր լրատվամիջոցներն էլ հասկանում եք, որ ընտրություն նախ քարոզարշավի 2 օր էր մնացել ու ես բավականին լուրջ խոշոր հզոր հանդիպումներ ունեի անելու գյումրեցիների հետ, առավոտ կանուխ իմ հայտարարության հաջորդ օր առավոտ կանուխ ձերբակալում են հորս, տղայիս եւ թիմագիցներից բոլորին բերման ենթարկելով, գրասենյակները փակելով, խառնաշփոթ ստեղծելով, դրա արդյունքում ես 2 օր քարոշչական լուրջ հանդիպումներ կորցրեցի ու բայց դուք ցած հենց դրա արդյունքում համաձայն դե հիմա ես այդտեղ մեղավոր եմ, դե իշխանությունը նույն իշխանությունը պիտի իր քայլերը ճիշտ հաշվարկի, պիտի հասկանա, ես այնտեղ էլ ասեցի, որ ինչ անեք, դա օգտագործվելու է ձեր դեմ, ինչ փորձեք մեր դեմ անեք, նույն տեքստիլի ակումբում իմ ելույթի ժամանակ հստակ ասեցի, ինչ անեք, այդ ամեն ինչը օգտագործվելու է ձեր դեմ։